Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները եւ մենք այս ֆորմատով ամեն շաբաթ հանդիպում ենք քաղաքագետ Ազատ Ադամյանի, Արդար հայ նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Մակարյանի հետ։ Շնորհակալ եմ ընկերներ, որ ամեն շաբաթ հնարավորություն եք տալիս այս հարցերը քննարկելու բովանդակային եւ այսօր ես տարբեր գործիչների, հիմնական քաղաքական գործիչների հետ խոսել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության մասին, դե քաղաքական գործիչները պարզ է, որոշեք քաղաքական շահ են դնում իրենց խոսքում եւ հիմա ձեզ հետ ավելի բովանդակային կխոսենք Փաշինյանի առաջարկած խաղաղության մասին։ Մի կողմ թողնենք այն, որ Նիկոլ Փաշինյանը երբ խոսում է այդ խաղաղության մասին, միևնույն ժամանակ այդ խաղաղությունը կապում է միայն իր անձի հետ, այսինքն ասում է ես կամ այդ խաղաղությունը կլինի, չեմ լինի այդ խաղաղությունը չի լինի։ Հիմա կուզեմ կան որ այս թեմայով ձեզ հետ չենք զրուցել։ Սկսենք ձեզանից, պարոն Մակարյան, ինչ խաղաղություն է առաջարկում Նիկոլ Փաշինյանը ձեր երևի թե հղումը տամ ձեր ասացին, թե ինքը ինչ է ասում, որ խաղաղությունը կապում է իր անձի հետ։ Ինչու՞, որտեղ խաղաղությունը պետք է դիտարկենք որպես մեծ պրոյեկտ, անունն է ուղղակի խաղաղություն, եւ այդ մեծ պրոյեկտի իրագործողը հանձնարարականով ստացել է Նիկոլ Փաշինյանը, բայց պետք է հասկանանք ինչ է թաքնված այդ բառի խորքի մեջ։ Իսկ այդ բառի խորքի մեջ հասկանալու համար պետք է առնվազն 5-7 տարի հետ գնանք եւ հասկանանք այն փուլերը, որով անցավ եւ հիմա այդ փուլերից մեկը իր հանգրվանը գտել այսօր եւ կոչվում է խաղաղության խաչմերուկ կամ եւ այլն։ Իսկ ինչ էր դրան նախորդող փուլը։ Դրան նախորդող փուլը թուրքական, եթե այսպես արդեն նեղացնենք, բերենք հայ-թուրքական հարաբերություններ շատ ավելի աշխարհակահաղական մեծ այսպես սպեկտր չվերցնենք, թուրքական իրականության համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 3 ռազմավարական հիմնակետ կար։ Հայաստանի Հանրապետություն, դրա մեջ մտնում էր նաև Արցախի Հանրապետությունը, դրա մեջ մտնում է եկեղեցին, դրա մեջ մտնում է Սփյուռքը։ Հիմա եթե գալիս ենք Հայաստանի Հանրապետության հետ իր ռազմավարական մոտեցումները ինչպես է Թուրքիան լուծում, առաջին խնդիրը այդ Հայաստանի Հանրապետությունը բաժանված երկու մասի՝ Արցախ եւ Հայաստան։ Արցախի հարցը լուծեցին։ Արցախի հարցն էլ իր հերթին ուներ ենթափուլեր։ Առաջի փուլը ենթադրենք, եթե վեկալում ենք Նիկոլով սկսած, դա սկսվում է ենթադրենք Արցախյան պատերազմով 20 թվականից, որից հետո գալիս է շրջափակման փուլը, վերջում տեղի ունենում Արարը, հայաթափումը սեպտեմբերի 19-ից սկսած արդեն 23 թվական։ Եթե մենք գնանք սրա նախորդ փուլը, արդեն 20-25 տարին հետ անկախության, մենք կտեսնենք, որ սա ունի իր ժամանակագրության առումով այն փուլը, որը պետք է նախապատրաստեր այդ վերջի Արարին։ Իսկ դրա նախապատրաստական փուլն ինչպես է ենթադրենք տեղի ունենում։ Շատ հստակ, ուզում ես քո այս Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթաց կամ դրա սկսելու Արցախի լուծարման գործընթաց պետք է նախապատրաստությունով կարող է անել, դրա համար կան միջազգային կազմակերպություններ, որոնք կարողանում են նման մեծ սցենարներ ճարտարապետել եւ իրագործել, որը կոչվում է գունավոր հեղափոխություններ։ Այսինքն գունավոր հեղափոխությունների պատվեր էր տրված Հայաստանում եւ այդ պատվերը ֆինանսավորվեց թուրք-ադրբեջանական կողմից եւ այս 20-30 տարվա ընթացքում գծվեց այն պլանը, որը կոչվում է Բերլինի գրավումից ավելի հանճարեղ պլան, դրա համար ապահովվեց մասսայականությունը, որտեղ կային աղանդավորների հսկայական խմբեր, որոնք կարային մասսան ապահովեին միտինգների ժամանակ, քվեարկությունների ժամանակ, դրա համար բուծվեցին ՀԿ-ները, որոնք նույնպես այդ գրանտներով, Սորոսի հիմնադրամներից օգտվելով նորից ապահովելու էին այդ մասսայական ֆոնը եւ այն ուղղությունները, որը մեզ բանակ պետք չի, մեզ եկեղեցի պետք չի, մեզ արժեք պետք չի, մեզ Արցախ պետք չի, այսինքն այդ 10-20 տարի այդ ֆոնը ապահովվեց։ Եվ վերջին հաշվով նաև կային քաղաքական դեմքեր, ովքեր սպասարկում էին բացահայտ կամ ոչ բացահայտ, որի այսպես պրայավկեն, եթե բառը այսպես թույլ տվի ռուսերեն օգտագործեմ, տեղի ունեցավ հենց 2015 թվականի մարտի 1-ի այս ամեն ինչի քավորի Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեցած հատ առ հատ նշեց բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր այս դերակատարում են։ Այո, բայց իհարկե վերջում եւ այդ դերակատարներից մեկն է չմոռանանք հատուկ շեշտենք, որ նույնպես շեշտվեց, որ իշխանությունները ոչ միայն չեն խոնչընդոտի այդ գործընթացին, այլ մի բան էլ կօգնեն, այսինքն նախորդ իշխանությունները, 18 թվականից նախորդ, այսինքն ամբողջությամբ այս արարը ավարտվեց, այս արարից հետո եկավ իր փուլը կոնկրետ պերմանենտ գործողություններով դա բերելու պատերազմներով, Արցախի հարցը լուծված է։ Հիմա իրանք անցել են Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ Հայաստանի Հանրապետության արդեն մոտեցումն է փոխել։ Ոչ
թե կրակային թեժ ձևով, այլ փափուկ ուժով, ինչի մասին հայտարարում է Ադրբեջանի նախագահը, որ մենք խաղաղ տանկերով չենք մտնել, քայլելով ենք մտնելու, դրա համար էլ հենց հիմա գնում են նախապատրաստական փուլ։ Քայլերտ, որը սկսվել է 2018-ի մարտից, երբ սկսեց Նիկոլ Գյումրիից։ Այսինքն ինչ է տեղը, հիմա իրանք ինչ են ասում են մենք փափուկ ուժով են գալու մտնենք, դրա համար 300,000 ադրբեջանցիներ նույնպես հիմա պրոյեկտ իրագործում է, թե ինչպես են նրանք գալու տեղավորվեն, թե ինչպես են մսկիթ, այս ամեն ինչի մասին ենք բարձրաձայն ասում են, ոչինչ այլևս թաքցված չէ։ Ուղղակի մեր մոտ խաբեությունն այն է, որ այդ փափուկ ուժով գրավելու անունը դրել են խաղաղության խաչմերուկ, որպես Հայաստանի արդեն բանալիները բացող, այսպես ասած, տրոյական ձիուքայն, բայց հիմա ինչն է այստեղ ամենակարևորը, որ կիրառվում են թամնա պարզունակ մեթոդ, ինչպես ասում են կնուտ իպրյանիկ, հա, մտրակ եւ բլիթ կամ հայկական այլ խոսք, ասում են եղում են եւ դաղում են։ Հիմա դաղեցին մեզ 20 թվականից մինչեւ հիմա թուրքերը շատ լավ ճանաչելով մեզ անցել են մյուս ձևաչափին, յուղում են, այսինքն խաղաղության խոստումներ, այսպես սահմանների բացում, առևտուր, ծորենը հեսացատիկը գգա եւ այսինքն սա թուրքերի այն է, որ մենք անգամ մեզ չենք ճանաչում, այլ մեր թշնամուն անգամ չեն ճանաչում, բայց մեր թշնամին մեզ շատ լավ է ճանաչում։ Եվ նա ազդակ ասում է, հիմա եկել է հայերին որքան հնարավոր է շատ սիրա շահեք եւ դա նոր չէ 100-ամյակներով են նրանք այս երկակի փուլն օգտագործում երբ որ մեր գլխի տակ համապատասխան բարձերը փափուկ դրված կլեն եւ մեր զգոնությունը մինիմալի հասցված կլեն այդ ժամանակ արդեն յաթաղանն էլ կպտտվի ինչպես Արցախում պտտվեց այսինքն սա շատ բնական գործընթաց է իրանց համար ծրագրավորված եւ մեր հայությանը մեր հեռուստադիտողներին մեր կոչը հետեւյալն է երբ որ խոսվում է խաղաղության մասին պետք է հասկանանք որ այդ խաղաղությունը թուրքական այն փուլն է, որից հետո յաթաղան է պտտվելու։ Այսինքն ուշ թե շուտ այդ յաթաղանը պտտվելու։ Զգոն պետք է լինենք։ Շատ հետ պետք է գնանք ու շատ հեռուն պետք է գնամ։ Ուրեմն խոսում ենք խորքային պետությունից հավաքական արևմուտքին որպես լոկոմոտիվ շարժիչ ուժ, խորքային պետությունից, հետո արդեն խորքային իշխանությունից եւ այս ամենը ուսումնասիրել է Կարծեմ Թոյնբին ես առաջի անգամ Թոյնբիի մոտ եմ կարդացել եւ այլ չեմ հիշում մոտ եմ լսել, բայց այլ մարդկանց մոտ եմ լսել գոյությունի խորքային պատմություն, որ ուսումնասիրում է խորքային իշխանություններին եւ խորքային կառավարություններին։ Ուրեմն եւ դասագրքային գրական պատմության դասագրքերում եւ պատմության քաղաքագիտական գրքերում եւ ակադեմիական գրքերում պատմությունը բաժանվում է շրջափուլերի։ Հին դարեր, միջին դարեր, հետո միջին դարերին սկսվում են նոր շրջանը պատմության, որը սկսվում է 1640 թվականին Վեստֆալյան պայմանագրից եւ նոր շրջան 1918 թվական։ Սա 1648 թվականի սկսված Վեստֆալյան իրականության եւ Վեստֆալյան գործունեության արդյունքը 1918 թվականի լիարժեք միաբևեռ աշխարհն էր, որտեղ մեզ արևմուտքը չէր նախատեսում, որ պետք է ունենանք պետություն։ Սարդարապատը մեր եկեղեցու շնորհքն էր։ Եթե չէր լինում կաթողիկոսը, այո, եթե չէր լինում կաթողիկոսը, չէր լինում Սարդարապատի ճակատամարտ եւ չէր լինում Հայաստանի Հանրապետություն, որը հետո համարակալվեց դառավ Հայաստանի առաջին հանրապետություն։ Տեսեք, ես ազգայնականների պնդման հետ համաձայն եմ, որ իրենք ասում են երկրորդ հանրապետությունը սովետական Հայաստանը չէ Հայաստանի։ Գիտեք ազգայնականների երկրորդ հանրապետություն որի հետ են։ Փետրվարյան հեղափոխությունից այդ 40-օրյա կյանք ունեցած 1921 թվականի փետրվարի 18-ից մինչև ապրիլի 2-ը գոյություն ունեցած Հայաստանի հետ են։ Այսինքն այդ համարակալած Հայաստանները դա հայկական Հայաստանի հետ աղերս չունի։ Սա արևմուտքի պլաններն են համարակալած Հայաստանները առաջի, երկրորդ, երրորդ, որը պետք է լիներ թուրքական վիլայետ, ոնց որ առաջինն էր։ Ճիշտ է, Բաթումի պայմանագրով եւ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը Թուրքիայի ազդեցության գոտի էր։ Ես բացել մի քիչ։ Ես հեսա մանրամասն բացել եմ։ Այն առումով ներողություն, որ իբրև թե պետությունը հայկական էր, բայց օրինակ եթե երկաթուղին պետք է թուրքական զորքերին, ապա պետք է Հայաստանը ազատեր այդ երկաթուղին։ Այո, զորքերը կրճատված էին։ Թուրքերը այսինքն արտաքին եւ ներքին վտանգներից պաշտպանում էր թուրքական բանակը։ Թուրքերը անգամ
այսպես կոչված այդ Հայաստանի պետության վրա ունեին նույնքան ազդեցություն, որքան ասենք իրենց Արդահանի, Սարիղամիշի, իրենց չէ, իրենց վերահսկողության տակ գտնվող այդ տարածքների վրա, կամ ասենք Ստամբուլի։ Ուրեմն մենք խոսում ենք այդ խորքային նպատակն ինչ է։ Խորքային պետության նպատակը կամ խորքային իշխանության նպատակն ինչ է։ Խորքային իշխանության նպատակը միաբևեռ աշխարհ կառուցելն է, որը պետք է ունենա մեկ մշակույթ, մեկ լեզու եւ մեկ քաղաքացի, որը կոչվի աշխարհաքաղաքացի։ Բայց տեսեք, լավ հիշեցրեց Բերլինի գրավումը, պարոն Մակարյանը, Բերլինի գրավումից հանճարեղ գրավում։ Այս Make America Great Again-ը մեկնարկը տրվել է 2015 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակից, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն գիծն էր տանում, ինչ այսօր տանում է Թրամփը։ Հետ եմ վերադարձնում միաբևեռ աշխարհը։ Հիմա երրորդ հանրապետություն 1991 թվականին, երբ խորհրդային միությունը քանդվեց, ստեղծվեց երրորդ հանրապետությունը, որը պետք է լիներ երկրորդ հանրապետությունը կամ իր բովանդակությամբ։ Բայց Արցախյան ազատամարտում հաղթանակը մարտավարական հաղթանակ էր, մարտավարական ստրատեգիական չէ։ Հիմա օրեր առաջ հոկտեմբերի ժամանակ ստեղծեց մեր համար։ Մարտավարական հաղթանակ տվեց, որը մեր համար ապահովեց ստրատեգիական հաղթանակ արևմուտքի նկատմամբ։ Հիմա գալիս ենք դրան։ Օրեր առաջ հոկտեմբերի 27-ն էր։ Հոկտեմբերի 27-ը ոչ մեկ բովանդակային առումով խորքային գնահատական չի տվել, թե ինչու եղավ հոկտեմբերի 27-ը։ Տեսեք, հիմա մենք հաճախ խոսում ենք Հայաստանում կա հնարավորություն կա եւ կա վտանգ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված տեղափոխության, բայց չկա ռեսուրս իշխանափոխության։ 1996 թվականին հավաքական արևմուտքը մարսել էր մեր մարտավարական հաղթանակը այն պարզ պատճառով, որ սա ստրատեգիական հաղթանակ չէ։ 96 թվականին, որպեսզի բացառի ստրատեգիական հաղթանակը, 96 թվականին Հայաստանում իրականացնում էր տեղափոխություն, պետք է շարունակվեր։ Եվ Վազգեն Սարգսյանի անձը այստեղ շատ կարևոր է, հոկտեմբերի հիմնական պատճառը 96 թվականն է, փաստացի պատճառը, որը ստրատեգիական հաղթանակ էր հավաքական։ Քանի որ Վազգեն Սարգսյանը թույլ չէր տվել 96 թվականին իշխանության բերել Վազգեն Մանուկյանին, որը կշարունակեր պերմանենտ հեղափոխությունը։ Այստեղ ախր հետաքրքիր է, գիտես որն ազատ, ինչու մենք օրինակ Վազգեն Սարգսյանի գործունեության վերաբերյալ, հոկտեմբերի 27-ի վերաբերյալ մենք չունենք խորքային քննարկում, որովհետև երբ որ Վազգեն Սարգսյանի շրջապատը իր ընտանիքի անդամները Վազգեն Սարգսյանին փորձում են ներկայացնել ժողովրդավարության այսպես կերպար, այդտեղ արդեն ամեն ինչ, երբ որ փորձում են կեղծել, օրինակ ասում են 96 թվականին ընտրությունները, ասենք, բանակ չի մտել։ Այսինքն պիտի իրականությունը ասվի, որ դրա վրա հենված վերլուծություն ար, օրինակ բանակը խի մտավ, ինչի մտավ բանակի 96 բանակը մտավ, որպեսզի Հայաստանի տարածքային անվտանգությունն ապահովեր եւ Հայաստանի, տեսեք, 96 թվականի տեսեք, հիմա մենք ասում ենք երրորդ հանրապետության այլընտրանքը, չորրորդ հանրապետություն, չէ, շատերն են ասում, երրորդ հանրապետությունից անցում ենք կատարում չորրորդ հանրապետություն։ Այդ ազգայնականների լիբերալների համարակալած հանրապետությունները մեզ պետք չեն։ Մեզ հայկական Հայաստանն է պետք, որ 96 թվականի փաստացի ստրատեգիական հաղթանակը, որը դե յուրե հաստատվեց 1998 թվականի փետրվարի 3-ի ընտրություններով, դա շարունակելն է։ Դա ստրատեգիական հաղթանակ էր հավաքական արևմուտքի նկատմամբ։ Դրա համար 99 թվականին եղավ հոկտեմբերի 27-ը, ովքեր էին հայկական Հայաստան կառուցողները, Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, ինչ էր Կարեն Դեմիրճյանն ասում։ Ազգային կրթությունից էր խոսում, դպրոցից էր խոսում եւ ամենակարևորն է ինչ էր ասում։ Ասում, տեսեք, ժխտում էր լիբերալ կրթական համակարգն, ասում էր մեր համար ոչ թե կարևոր է, որ դպրոցից երեխան դուրս գա գրագետ եւ կիրթ, այլ բարեկիրթ, դաստիարակված, որը մերժում էր ամբողջ լիբերալ կրթահամակարգը։ Եվ հոկտեմբերի 27-ով, հոկտեմբերի 27-ի արարով իրենց հնարավորություն, իրենք փորձեցին հետ վերադարձնել երրորդ հանրապետության բովանդակությունը։ 18 թվականի դեկտեմբերին ենթագիտակցորեն, որ մեկն ասեց
այս հաղթանակը Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր ենթագիտակցորեն, դա սրա մասին էր, որտեղ Արցախյան ազատամարտը ինքը մարտավարական հաղթանակ էր, իսկ 2018 թվականի ապրիլի 23-ը ինքը ստրատեգիական հաղթանակ էր, ռևանշն էր։ Դու կարծես թե 10-ը գիտեր այդքան բան հասկանալ։ Դրա համար ես հստակ շեշտում եմ, ենթագիտակցորեն, որտեղ լսել էր ինքը, որ սա ավելի կարևոր հաղթանակ է։ Լավ, հիմա ընկերներ, եկեք գանք այսօր շատ հեռու գնացի, չնայած լավ պատմական ակնարկ արեցի, շատ պետք էր, հիմա ինձ հետաքրքիր է ձեր գնահատմամբ ելնելով հենվելով եղած տվյալների վրա, ուզում ասել ինչպիսին է լինելու Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը, խաղաղության խաչը, ինչա լինելու մասը։ Տեսեք, Արեգ, հիմա պետք է մեջտեղում դնենք, հիմքում պետք է դնենք Նիկոլ Փաշինյան անունը։ Հիմա մենք հաճախ ենք ասում, չէ՞, որ Նիկոլ Փաշինյան անձով փոխելով որևէ փոփոխություն չի լինի։ Ինչ պետք է արվի, ապա ցանցավորում։ Ճիշտ է, արևմուտքը, հավաքական արևմուտքը որտեղ որ մտնում է, ինչի է ցանցավորում, որպեսզի մարդկային գործոնը չազդի իր հիմնական օրակարգի վրա։ Տեսեք, հիմա մենք ունենք երկու Նիկոլ Փաշինյան, մենք ունենք 2018 թվականի Նիկոլ Փաշինյան եւ ունենք Նիկոլ Փաշինյան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Տեսեք, 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի հիմնական օրակարգը տարածաշրջանից հանել Ռուսաստանին Հայաստանով սա էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից ավելացել է իր ֆիզիկական անվտանգությունը այսինքն այստեղ մի կարևոր բան կա հիմա որ ուշադիր ելնեք ինչի է ինքը աշխարհակահաղական բևեռներից Ռուսաստանի հետ մինչև վերջ չի սրում հարաբերությունները որպեսզի Արևմուտքը չկարողանա իրան փաստի առաջ կանգնեցնել, որովհետև ինքը པարզ բան գիտակցում է, այսօր իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորում է իր իշխանության չլինելը։ Եթե ինքը իշխանության չլինի, ինքը չի կարող պատկերացնել ինչ որ մեկին, որ իր ֆիզիկական անվտանգության երաշխավորում։ Ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյան, որպեսզի տեղափոխությունը, որի մասին մենք շատ ենք խոսել, չգիտեմ, պարոն Մակարյան հետևել է թե ոչ, որպեսզի տեղափոխությունը իրականին նման լինի, շատ հավանական է Նիկոլ Փաշինյանի տերերն էլ փորձեն սպանել Փաշին, ֆիզիկապես ոչնչացնել իրեն, տեղափոխությամբ եկողին ներկայացնելով որպես հեղափոխական։ 24 եւ 23 թվականներին Քոչարյան Անդրանիկը ակնարկեց, որ հնարավոր է հոկտեմբերի 27 լինի։ Եթե դա ինչ է նշանակում, եթե դու արևմտյան սցենարից փորձես շեղվել, այդ հոմեր համար չէր ասում։ Այս Նիկոլ Փաշինյանն էր զգուշացում, չէ՞։ Այդ հավաքական արևմուտքի 5 գվարդիայի խաղացողներից էր առանցքային նա։ Ինքը զգուշացնում էր, եթե դու փորձես շեղվել, էսա լինելու։ Այստեղ մի այլ հիշատակում էլ անեմ արևմուտքի այդ գծի մեջ գտնվողներից Արամ Սարգսյանը, որը բացի կենսաբանական կապից Վազգեն Սարգսյանը որևէ այլ գաղափարական կապ չունի, այսինքն եւ ամեն անգամ երբ մենք խստորեն քննադատում ենք այդ մարդուն ուղղված քննադատություն կապ չունի Վազգեն Սարգսյանը, չնայած իրեն վերաբերող քննադատություններ էլ իմ մոտ կան, բայց այլ պատճառով, ոչ թե հայրենադավության, ինչպես սրանք են անում եւ սա է անում։ Արամ Սարգսյանը նախորդ տարի թե 2023-ին հրապարակային արեց այսպիսի հայտարարություն. Եթե Նիկոլ Փաշինյանը շեղվի այն ուղուց, որը վերցրել է, ես դառնալու եմ իր ամենաարմատական ընդդիմությունը։ Սա էլ հո Արամ Զավենիչը չէր ասում, սա Արևմուտքն էր իր բերանով ասում, որ տեղդ իմացի, քեզ փոխարինողներ էլ կան, ու այն մարդիկ, որոնք այսօր քեզ հենարան են, որ դու օգտագործում ես իրենց որպես սատելիտներ բան, այդ մարդիկ քո դեմ են դուրս գալու, որովհետև այսօր ես վստահ եմ, որ Արամ Սարգսյանը ավելի հավատարիմ է Նիկոլ Փաշինյանին ծառայում, քան Չալոշյանը, որը Գյումրիից քայլել է Նիկոլ Փաշինյանին, բայց հրահանգի դեպքում Արամ Սարգսյանը ատամներով Նիկոլի կոկորդ ուղակի կփրթի, եթե հանկարծ նա շեղվի այն օրակարգից, որով գնում է։ Ավելացնել բաններ։ Թող Պարոն Մակարյանը խոսի շատ։ Իհարկե որևէ անձերի վրա չկենտրոնանալով, անձերի դերը կարևոր է։ Իհարկե կարևոր է, չէ, ես ուղղակի որտեղ անձերն են իրագործող են։ Բան չասեցի, իմ խոսքը իրենց հարթություն չմիջացնի, բայց մեկ ուրիշ անձի օրինակ կբերեմ,
այդ պրոյեկտների հետ կապված Գարի Բերկուտ անունով, որը հիմնականում վերի երկնային Երուսաղեմ կամ Նոր Խազարիա պրոյեկտի այսպես բարձրախոսներից է, Ուկրաինայի հետ կապված, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, եւ նա մեզպիսի օրինակ է բերում, գուցե օրինակը մի քիչ երկար լինի, բայց շատ տիպիկ է։ Ասում է պատկերացրեք մի մրջնաբույն, որտեղ փայտը մտցրել ենք եւ խառնել ենք մրջնաբույնը, վնաս ենք հասել։ Ասում է մրջնաբույնի մեջ կան զինվորներ, կան աշխատողներ, կան հազար բան, որոնք շատ արագ սկսում են վերականգնել այն ինչ դու փայտիկով խառնել ես իրար։ Ասում եմ, բայց հիմա պատկերացրեք արջն է եկել եւ արջը մտել է մրջնաբույն, քանդում է եւ մեզ մրջունները վրա են տվել արջին կծում են, բայց քանդված է, ասում եմ, եւ կարելի դիտել այս պայքարը։ Ասում եմ, բայց եթե դուք բարձրանաք ծառի վրա եւ տեսնեք, որ 1 կիլոմետր հեռավորության վրա մի հսկայական մայրուղի է, բետոնից, ասֆալտից սարքում 6 ճանապարհ այս կողմից, 6 ճանապարհ էլ այսպես երթևեկելի ճանապարհ էլ մյուս կողմից, գոտիներ էլ մյուս կողմից։ Ասում եմ, եւ ոչ արջը, ոչ մրջունները չգիտեն, որ ընդամենը 1 շաբաթ հետո այդ մայրուղին ոչ մրջնաբույն է թողելու, ոչ արջը թողելու, ոչ էլ արջի որջը թողելու։ Ինչա այսքան երկար պատմությունն ասեցին, այդ պրոյեկտների հետ կապված։ Անկախ այն բանից, թե մենք այստեղ ինչ գզվրտոցների մեջ ենք ներքաղաքական կյանքում եւ այլն, բայց ինչպես ասած այդ մեծ մայրուղի, մեծ այդ պրոյեկտները, որ դրված են, գալիս են եւ հաշվել չեն առնում, ինչ մենք ներքին գզվրտոցների մեջ ենք։ Այդպես էր Բերլինի գրավման հանճարեղ պլանի այդ ծրագիրը, որ այդ արարը, որ մենք չհասկացանք, եւ այդ մայրուղու շինարարության փուլերից մեկն է խաղաղության խաչմերուկը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այս խաղաղության խաչմերուկը ընդհանրապես կապ չունի մեզ հետ, որպես դա արևմտյան պրոյեկտ, որի եւ ոչ էլ խաչմերուկ է։ Եվ ոչ էլ խաչմերուկը մի հսկայական մայրուղի, որը ամբողջ թուրանական երևի թե համայնքն է իրար կապելու, եւ այնտեղ ոչ էլ խաղաղություն կա։ Մեկ այլ բառով դա կարելի հստակ անվանակոչել, դա 4-րդ հանրապետությունն է, 4-րդ հանրապետությունը իրական անունով անվանակոչել ադրբեջանա-թուրքական ազդեցության տակ գտնվող հայկական ռեզերվացիա, մեկ այլ ճշգրիտ անունով կոչել Արևմտյան Ադրբեջան, որի վերջնական հանգրվանը լինելու է առանց հայերի մի տարածք։ Այսինքն այս ծրագիրը, հսկայական ծրագիրը, որ դրված է, իրականացվում է, խնդիրը մեկ այլ տեղ է։ Այդ փոքրիկ մրջունների գզվրտոցից կամ արջի այդ վիճաբանության այդ բանից մենք հասկանանք, այսինչ մայրուղի է գալիս, որտեղ եթե մենք շարունակում ենք մնանք փոքր վերլուծությունների մեջ, այդ հսկայական, այսինքն բարձրությունից նայելու տեղի ունեցող process-ներին կարողություն չենք ունում։ Իսկ եթե կարողություն ունենք տեսնելու, ապա պետք է ասենք, բա ինչը կարող է դիմակայել միայն մի բան, եթե դու ունես քո սեփական նախագիծը։ Եթե դու սեփական նախագիծ չես դնում, ապա մարդիկ ունեն նախագիծ, որը կհատի է։ Այո, միլիարդավոր դոլարի ներդրում եւ տեղական իրականության մեջ հսկայական բուծված 5-րդ շարասյուն, որն ամեն ինչ անելու է, որ սպասարկի եւ հետեւաբար փոքրիկ այդ գզվրտոցների մակարդակում մնալ, դա նշանակում է որ այդ 1 շաբաթ հետո այդ մայրուղին կանցնի, ոչ մրջունը կմնա, ոչ մրջնաբույնը, ոչ էլ արջը։ Հետևաբար մեր խնդիրն է ինչ պրոյեկտ ենք մենք դնելու։ Իսկ այդ պրոյեկտը, ել եմ ասում, պրոստը ընտրություններում հաղթելը չէ։ Այդ ձևակերպումը որ հեսա կգնանք ընտրություններում կհաղթանք, այո, արևմուտքն ունի իր պլան B, պլան A, պլան C, որ եթե նույնիսկ այս իրավիճակում ինչպիսի իր Շարասյան ինչպիսի այսպես դեռ լատենտ վիճակում գտնացող անձը այո առաջ բերի որ այդ մարդիկ այսպես խափանեն քո ծրագրի որովհետև հսկայական այո այն մատրիցան խաղի այն կանոնները որը դրված է եւ գծվում է մենք դրան հակախաղ չունենք մենք այդտեղ նստած մարդիկ ենք որոնց ոնց գցում բռնում ես խաղերի դասավորություն քարտերի դասավորությունն այնպես որ դու կրվող ես մրջունների հետ կապված մի փորձառություն էր արված ասում են տարայի մեջ լսվեն երկու տեսակի մրջուններ, իրենք խաղ այսպես իրար հետ գոյակցում են, այդ շարժում ես, թափահարում ես, իրենք սկսում են իրար ոչնչացնել, չհասկանալով, որ իրենք ոչ թե բախվել են իրար, այլ իրենց շարժել են, այսինքն իրենց դրթել են իրար բախ։ Մյուս կողմից Ազատը իր եթերներից մեկի ժամանակ հետաքրքիր միտք ասաց, պատմական մի բան հիշատակեցիր սրբազան հռոմեական կայսրության մասին, որ դա ոչ սրբազան էր, ոչ կայսրություն էր, ոչ էլ հռոմեական էր, հա։ Հիմա նույնն էլ հայկական խաղաղության խաչմերուկը ոչ հայկականն է, ոչ խաղաղության է, ոչ էլ խաչմերուկ է, ինքը ուղղակի նաև ըստ էության իրական խաչմերուկի հյուսիս-հարավ հատվածը չեզոքացնող այդ միջանցք պիտի լինի եւ այդ միջանցքը պիտի լինի հայկական պետականության չգոյության պայմաններում։ Եվ այստեղ մենք երբ խոսում ենք մինչ օգոստոսի 8-ը, երբ այդ փաստաթուղթը դեռ ստորագրված չէր, հա, ազատել հնարավորություն եղել այլ դեպքերում էլ հնարավորություն դեպքում հասարակություն փորձել ենք բացատրել, որ
սիրելի հասարակություն, այս հակառուսականությունը, որը այսպես բորբոքվում, պատճառը միջին միջանցքն է կամ միջին միջանցքի մի կտորը, որը այդպես էլ չինական միջին միջանցք չի դառնալու, հա, եւ որն է պատճառը, որովհետեւ արևմտյան պրոյեկտը չի կարող անցնել պետությամբ, որտեղ կան ռուսական զինվորական ներկայություն, այդտեղ ռուսական զինվորական ներկայությունը պիտի չեզոքացվի։ Չէ, հիմնական հակառուսականության պատճառը հիմնական արևմուտքի կողմից եւ մեր հասարակությունը հակառուսականությամբ թունավորելու հիմնական պատճառներն է, որ Ռուսաստանը ցանկություն ունի թողնել այստեղ ամուր հայկական պետականություն։ Այդ 2015 թվականի հայտնի խոսքում մի կարևոր դրվագ կա Պուտինի հրաժարականը կրծքի տակ։ Սա ինչ է, ուրեմն մենք այս մասին շատ ենք խոսել, որ հավաքական արևմուտքը ընդդեմ մնացյալ քաղաքակրթությունների, որոնք են երեք հիմնական քաղաքակրթությունների մասին է խոսքը գնում. ուղղափառ քրիստոնեական քաղաքակրթությունն իդեմս Ռուսաստանի, սինական քաղաքակրթությունը Չինաստանով եւ իսլամական քաղաքակրթությունն Էսպային Իրանով է խաղում հիմնական խաղացողը, բայց այնտեղ առանցքային պետություն լինելու համար 5 պետություն կրվում են։ Տեսեք, բայց բազմաբևեռ աշխարհի հիմնական ճարտարապետը Ռուսաստանն է, որ այս քաղաքականությունը այսօր Ռուսաստանն իր բազմաբևեռ աշխարհի ճարտարապետումն անում է Պուտինի դեմքով։ Դրա համար եմ ասում, այդ Make American Great Again-ի առաջին քայլը 2015 թվականի մարտի 1-ին Հայաստանում է եղել։ Ու Հայաստանում մենք տեսանք մենք վերջերս փաստորեն այդ գաղափարախոսությամբ էլի մարդիկ կան, որոնք թռնում են տարբեր երկրներ, երևի դու տեսած կես, նորահայտ քաղաքական գործիչներ, ինչպեսի մեծ ամերիկյան վերադարձի գաղափարով տողորում։ Make Armenian, հա, լավ, հիշեցի։ Խնդիրը ինչու՞մն է, տեսեք։ Ժողովուրդը, այո, պատերազմից հետո հուսալքված է։ Ժողովուրդը վախ կա հասարակության մեջ, որովհետև այնուամենայնիվ 5000 տղաներ են զոհվել, 5000-ից ավել իրականում, հա, որովհետև նախ իրենք թիվը չեն հրապարակում, երկրորդ այդ բանը սեպտեմբերյան մարտեր, ջերմուկի մարտեր, բենզինի պայթյուն, մենք հազարավոր զոհեր ենք տվել, մարդիկ հոգնել են այդ իրավիճակից, մարդիկ ուզում են բնական պահանջմունք ունեն խաղաղության, հանդարտության, բայց այստեղ անբնականներն է, որ մարդիկ խաղաղություն ուզելով գնում են ոչ խաղաղության, այդ խաղաղություն ասվածը խաղաղություն չի, այդ խաղաղություն ասվածը իրականում մորթարան է, որտեղ մեզ տանում են ոչնչացման ներողություն, մեզ տանում են ոչնչացման, այն այդ արևմտյան մեծ պրոյեկտը որ կա, նախագիծը կա, այդ նախագծին Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ավելի շատ առաջարկելու բան ունեն, քան մենք, ուստի մենք ենք զոհաբերվելու այդ նախագծի իրականացման ճանապարհին։ Նայեք, խնդիրը գիտեք ինչ է, ընդեղ ասացինք կիսատ մնաց, որ Հայաստանի Հանրապետության հիմնական արտաքին քաղաքականության կենտրոնում պետք է դնենք Նիկոլ Փաշինյանին, որը փորձում է իր ֆիզիկական անվտանգության հարցը լուծել եւ իր հետևից քաշում տանում է ամբողջ իշխանությունը։ Հասկանում եք, դրա համար մեր խնդրի խորությունը հենց այդտեղ է կայանում։ Ուրեմն, տեսեք, Մարգարիտ հավաքողները, որ դուրս են գալի փապկամարմինների ворսի, փապկամարմինները հիմնականում ծովի տակ խորշերում են լինում, էլի։ Ուրեմն, որ իրանք մտնում են ծովի տակ այդ մեծ խորշերի մեջ, որ հասկանում են հետ գնալու հնարավորություն չկա, շունչները չի հերիքելու, արդեն ստիպված դեպի առաջ են գնում, ավելի են իրենց վիճակը ծանրացնելու, որ կարող է մի լույս բացվի։ Հիմա այդ Մարգարիտ Որսացողին է նման մեր իշխանության գլուխը իր հետևից տանող իր հետևից տանելով թիմը ամբողջ թիմը եւ այդ թիմն էլ տանելով Հայաստանն է այդ նույն իրավիճակին այն հույսով մի լույս որ կբացվի ու մեր վիճակն ավելի է գնալով ճնշումը մեծանում է ինչպես ծովի հատակին ընդհանրապես ելք կարող է ելք չլինել Մարգարեն լսենք ձեզ ու երևի թե ամփոփենք եթե ամփոփելու հետ կապված այս առումով այո իրավիճակը գնալով ավելի ծանրանալու է եւ գնալու է այսպես կենաց մահու կռի որովհետեւ այսպես ասում են ստավկեքը շատ մեծ են խաղադրույքները շատ մեծ են արված այնպես որ պայքարը շատ թեժ է լինելու բայց կարծում եմ մեր հասարակությունը այս խաղաղության խաչմերուկ 4-րդ հանրապետություն եւ այլն այս պրոյեկտները ընդհանրապես մեկ բանաձև ունի եթե ինքը կարողանա գա այդ գիտակցության եւ այդ բանաձևը շատ հստակ կիրառի կարծում եմ կկարողանա ելք գտնել բանաձևը մեկն է ամենապարզունակ ձևով որը կիրառում էր Քրիստոսը երբ իրեն ուզում էին խաբեին կամ գայթակղեցնեին կամ նման մի բան ասում էր ետիցս գնա սատանա այսինքն սատանային ասում էր ինձ մի առաջնորդիր եւ գայթակղությանը չէր ենթարկվում այնպես էլ մենք եթե 2018 թվականին այդքային հոգեմտավոր հասունություն ունենանք եւ հասկանանք այս
այս ամբողջ այս կարող ունենք բարձրացնել ծառի գագաթը եւ այդ վերևից տեսնենք թե ինչ ճարտարապետում է գնալու եւ այն գլխից ասենք ետիցս գնա սատանա, կարող է շատ բան այլ կերպ լինել։ Բայց այսօր չունենք այդ գիտակցությունը, որպես հասարակություն։ Վատը հենց այդ է, որովհետեւ այդ մրճունների դեռ կռվի մեջ ենք, ամեն մեկը փորձում է ինչ-որ մի բան անել, բայց իրականում եթե մենք կարողանանք հասկանալ եւ ամեն խոսքին կասի խաղաղության խաչմերուկ, ասենք ետիցս գնա սատանա, 4-րդ հանրապետություն ետիցս գնա սատանա, եթե իր եւ իր թիմի ամբողջ այս ռոպագանդայի ընթացքում այս մեկ բանաձևը տրվի, կարծում եմ նրանց ուժականությունը եւ զորությունները կհատեն, որտեղ կբացահայտվի նրանց ով լինելը եւ նրանց ծրագրերը ուղղակի իջիկ կդառնան, որտեղ գայթակղությանը դու ինքդ չես տրվի։ Եվ այսօր պատերազմը նաեւ հոգեվոր դաշտում մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում, լուծում հենց այդտեղ է յուրաքանչյուր հայ մարդ ինչպես է գալիս այդ գիտակցության ասելու ընդհանրապես այդ խոսքը ետիցս գնա սատանա։ Եթե մենք այդպիսի կարողություն ունենք մեկ անհատական մակարդակում, հետո դա հավաքական գիտակցություն եւ վարքագիծ դառնա, կարծում եմ կկարողանանք նաեւ գտնել այն լուծումները, որ մեզ կհանեն այս վիճակից, իսկ այդ լուծումը էլ եմ ասում, մեծ պրոյեկտին համարժեք մեծության պրոյեկտ։ Համարժեք մեծության պրոյեկտ քաղաքական դաշտը չի առաջարկում, գնում է միայն ընտրությունների տրամաբանությամբ կարծելով, որ ինքը հաղթելու է, բայց պետք է ասենք, որ հաղթելու շանսերը շատ քիչ են, որովհետեւ ստանդարտ ձևով, ստանդարտ քաղաքական ճանապարհով, ընտրություններով բան փոխելն այսօր շատ դժվար է, պետք է դնել մեծամասշտաբ նախագիծ, մեծամասշտաբ նախագիծը, որը կարող է չեզոքացնել 4-րդ հանրապետություն կոչվածին կամ Արևմտյան Ադրբեջան պրոյեկտին, որով հետևում կանցեն միլիարդավոր դոլարներ, մի քանի պետություններ, համաշխարհային գլոբալ կառավարում, ներքին 5-րդ շարասում միայն դրան կարելի հաղթահարել քաղաքական կոնսոլիդացիայով, համազգային մոբիլիզացիայով մեկ ընդհանրական նախագծի շուրջ, իսկ այդպիսի նախագիծ, որը կարող է 4-րդ հանրապետության կամ Արևմտյան Ադրբեջանին չեզոքացնել, դա արդար Հայաստանի պետությունն է կամ արդարապետությունն է։ Այլ տարբերակ այսօր չկա սեղանին դրված։ 3-րդ եւ 4-րդ հանրապետության այլ ընտրանքը պետք է լինի հայկական Հայաստանը, իսկ հայկականությունն առանց քրիստոնեության դատարկաբանությունը։ Այս մտքի վրա եկեք ավարտենք, թող լինի սա ամենա այսպես կարևոր միտքը, այո, հարգելի հեռուստատողներ, մեզ խաղաղություն պետք է, մենք խոսում ենք այս պահին խաղաղության մասին, ընդ որում նաև արդարություն, մեր արդար ներհանրային միջավայրի մասին, որը պիտի ծնի նաև խաղաղություն, պիտի զորացնի այդ խաղաղությունը, այնինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, դա ինչպես ընկերներս ասացին, այդ Արարածի, որի անունը տալը ինձ մոտ արգելված է գայթակղությունն է, որը մեզ տանում է դեպի կործանում եւ ոչ դեպի ինչ-որ լուսավոր կետ։ Ցտեսություն կհանդիպենք։